Դարաձաշրջանն ներս խաղաղության եւ գայունության ապահովման ուղղված քայլերու շարունակականությունը Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներու առանձնազրույցին առանցքներ։ Դարաձաշրջանային նշանակության կարևորագույն հարցեր են ԶԱԴ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Քոբախիձեն քննարկած են երկկողմանի ռազմավարական հարաբերություններու օրագարկին առնչվող հարցերու լայն շրջանակ։ Կարևորված է արևդրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդարձակումը։ Առանձնազրույցին հաջորդած է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վրաստանի վարչապետը շեշտած է, որ երկու երկրները ունին բարեկամական կապեր, որոնք ռազմավարական հարաբերություններու հիմքն են։ Համագործակցության այս մագարտակը թույլ կտա աբակային մեծ հաջողության հասնելու, միասին ուժեղացնելու մեր երկրները եւ մեր համագործակցությունը ավելցնելու։ Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունը կամրապնդվի։ Շատ ուրախ ենք, որ մեր երկրներում միջև ունենք բազմոլորտ համագործակցություն, որ նվիրված է մեր գործընկերության խորացման։ Հայաստանը գայուն գերբով առաջին երեակի մեջ է Վրաստան այցելողներու իմաստով, իսկ արևդրաշրջանառությամբ առաջին տասնյակի մեջ։ Մենք սերտ համագործակցություն ունենք կրթության, մշակույթի, ժողովուրդներու միջև, գաբերու բնակավարներու մեջ, ռազմավարական հարաբերություններու ոլորտեն ներս եւ ասոր հիման վրա բոլոր ուղղություններով գործակցությունը խորացնելու ներուժ ունենք։ Միևնույնադեն շատ կարեւոր է, որ մենք պահպանենք խաղաղությունը դարաձաշրջանեն ներս եւ մենք շատ ուրախ ենք, որ վերջին ամիսներու միտումները մեր դարաձաշրջանեն ներս այնքան կարեւոր եղան եւ կարեւոր եղավ պատմական համաձայնագիրը, որ դուք եւ Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենը իհարկե շատ լավ հիմք կընծեր է մեր դարաձաշրջանի մասին ավելի լավ հոգ դանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզ մեկ ախյալ ամեն ինչ գնենք դարաձաշրջանի զարգացման համար։ Վրաստանի վարչապետը շեշտած է այս սեվաչափը ավելի պիտի խորացնի երկու երկրներու կապերը։ Ան Հայաստանի վարչապետին շնորհակալություն հայտնած է երկկողմանի հարաբերություններու զարգացման ուղղությամբ անձնական ներդրման համար։ Նիկոլ Փաշինյանը վրաստանցի պաշտոնագետին շնորհակալություն հայտնած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մեջ ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Մենք հիմա տեսնում ենք եւ զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկում առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման ճանապարհի եւ ավելին ասեմ անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, բայց Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան եւ նաեւ հույս ունենք առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով Եվ իհարկե այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը, բայց նաև ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն մեծ հնարավորությունների վրա, որ բացում է մեր տարածաշրջանի համար։ Իհարկե հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է եւ մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ, բայց մյուս կողմից մենք հույս ունենք եւ համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է եւ մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք իհարկե յուրաքանչյուրս մեր օրակարգ ունենալով, բայց ակնհայտորեն տարածաշրջանային ընկալումը հնարավորությունների, մարտահրավերների ռիսկերի շատ կարևոր է։ 2021-ին Հայաստանի կառավարության ծրագրի մեջ ի հայտ եկավ հասկացողությունը, որ կանվանեն դարաձաշրջանացում, նշած է Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այս առումով Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունին։ Վերջին տարիներին եւ Վրաստանի աջակցությամբ եւ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարևոր է, մենք փորձում ենք նաեւ խորացնել եռակողմ համագործակցություն տարածաշրջանային Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ կարծում եմ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը իհարկե լավարկում է մթնոլորտը մեր տարածաշրջանում մենք հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման եւ մենք ինչպես նախկինում հիմա էլ հանդես ենք գալիս միանշանակ եւ աներկբա Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ եւ գիտեք շատ ենք մենք խոսել եւ խոսում դրա մասին, որ մեր ժողովուրդների միջև կան շատ ջերմ պատմական կապեր, ինչը շատ էական եւ կարեւոր արժեք է
Նիստի ընթացքին քննարկված են տնտեսության, ուժանույթի, փոխադրամիջոցներու, ենթակառույցներու, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները ներս համագործակցության ու հետագա ծրագիրներու վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարված է տարածաշրջանային համագործակցության զարգացման միտված քայլերուն։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներու մանրամասնություններ ներկայացուցած է թրիփ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներու մասին։ Նիստենի հետ երկու երկրներու վարչապետները ստորագրած են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, ապա հանդես եկած են հայտարարություններով։ Մենք կտեսնենք, որ բարդ իրավիճակ մը գդիրե մեր շուրջը։ Հատկապես այս ամենուն լույսի ներքո շատ կարևոր է ավելի խորացնել համագործակցությունը։ Մենք կապված ենք պատմական բարեկամական գաբերով մեր երկրներու եւ ժողովուրդներու միջև եւ ադիգա հիմք կծարայե Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար։ Այս բարեկամության հիմքի մեջ փոխադարձ հարկանքն է ընդհանուր շահերը։ Ես գրգին առիթ օգտագործելով գցանգամ շնորհակալություն հայտնել Հայաստանին մեր ազգային շահերուն աջակցելու եւ զանոնք հարգելու համար։ Հատկապես երախտագիտություն կհայտնեմ մեր դարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության աջակցելու համար։ Հանձնաժողովի նիստի շրջանագեն ներսալ ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի Մագի գլխավոր ժողովի մեջ Վրաստանին աջակցող բանացևը սադարելու համար։ Վրաստանի վարչապետը կարևոր համարած է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նշելով, որ իրենք չանք պետք է չխնայեն տարածաշրջանի խաղաղ իշխանության եւ գայունության շարունականաբար աջակցելու հարցով։ Հայաստանի վարչապետը գործընկերոջը անգամ եւս շնորհակալություն հայտնած է ցուցաբերած աջակցության համար։ Խոսելով հանձնաժողովի նիստի մասին, ընդգծած է, որ ընկալումը այն է, թե քաղաքական օրագարկերու առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ եւ զարգացում ունենալն է։ Իհարկե Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են։ Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են, եւ սա կարևոր արտահայտություն է նաեւ մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Հայաստանը կկարևոր է Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հաստատումը։ Այս հիմքին վրա կառուցված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա եւ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետեւ տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթարելու շատ մեծ հնարավորություն կա։ Եվ այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։ Նիկոլ Փաշինյանը Իրակլի Քոբախիձեին ներկայացուցած է դեղեկատվություն ոչ միայն թրիփի եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, այլև Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ռուսիա հարաբերություններու ներկա վիճակին վերաբերյալ։ Մենք կարծում եմ փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան եւ մեր տարածաշրջան Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ Եվ ելի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը եւ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք եւ ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կարողանանք համագործակցել, այստեղ էլ կարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցելության առաջին օրը երկու երկրներու վարչապետները ոչ պաշտոնական հանդիպում ունեցած էին։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը դեսանյութ հրապարակած էր, ուր անթմփուկ կնվագեր։ Բադիվեր վրացի ընկերներու հետ նվագել վրացի ընկերներու համար դեսանյութին գից գրած է Հայաստանի վարչապետը։ Հայաստանի Հանրապետության մեջ ձևավորված pedagogan հիմնարկները կգործեն անգախ վարչապետի կամ կառավարության անդամներու այլ զբաղվածողութենեն։ Ազգային ժողովեն ներս կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցման նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտիմատիր պատգամավորը վարչապետը կմեղադրեր Իրանի մեջ ռազմական գործողություններու սկսելու օրը ներգուսակցական կարոզարշավ իրականացնելու համար։ Իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի իսլամական Հանրապետությունում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք։ Մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, նախորդ այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում
արտաքին հետախուզական ծառայությունն է ձեր ասած զեկույցը, անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով։ Վարչապետը անդրադարձավ նաև ինտիմատիվներու եւ ընկերային ցանցերու որոշ օգտատերերու քննադատություններուն դարաձաշրջանային հագամարտության զուգահեռ գարգանտակ ուդելու դեսանյութ տարածելու համար։ Ու որ ինձ ասում եք պերաշկ են գոտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լծրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել։ Կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, երբ որ մենք պերաշկի էինք ուտում եւ այդ տեսանյութը տարածվեց համացանցով, այդ թվում միջազգային, մերձավոր արևելքի մի շարք հարգելի գործընկերներ որոշեցին գնալ եւ հրապարակային ռեստորաններում ճաշել, ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն եւ իրավիճակը կոնտրոլի տակ է։ Շարունակելով անվտանգության նյութը Հայաստան խմբակցութենեն Քրիստինե Վարդանյանը վարչապետին հիշեցուց դարիներ առաջ դեղի ունեցած հարցազրույցը, ուր Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մեջ անհրաժեշտ կհամարեր խաղաղության երաշխավորի արգայությունը, գարձիկ հայտնելով, որ առանց երաշխավորի խաղաղության պայմանակիրը կրնա մնալ թուղթի վրա։ Ինչու վարչապետը փոխած իր կորոշումը, Փաշինյանը ասավ. այժմ կրնա արձանագրել, որ Հայաստանը ինքը պետք է լա իր խաղաղության երաշխավորը, քանի որ այդ խաղաղությունը միայն իրեն է պետք։ Մի հատպիսի ասացված կա, տգետանա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմն այդտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդանում։ Դուք չեք հասկանում, դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով, կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ ընդեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են բանով, դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Իսկ թե ինչ տպավորությունը ստացած է իր հնարավորություններու մասին քաղաքացիական պայմանակիրը ներգուսակցական քարոզարշավի ընթացքին հանրապետության դարբեր բնակավայրեր գդարած այցելություններեն վարչապետ Փաշինյանը ընդգծեց, որ ամենեն կարևոր արձանագրումը այն է, որ որևէ բնակավայրի մեջ կարելի է տեսնել դասնյակ ծրագիրներ, որոնք իրականացված են վերջին տարիներուն։ Դրանք կլինեն սուբվենցիոն ծրագրեր, դրանք կլինեն կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ, ասենք չկա հանրապետությունում չկա մի համայնք, ենթադրում եմ, որ չի լինի նաև բնակավայր, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց կյանքը բարելավելու համար, եւ մենք իմ ամենամեծ տպավորությունը հետեւյալն է, որ մենք, ինչպես ասում են, եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք եւ մենք տեսնում ենք եւ կարծում եմ կտեսնենք։ Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանն ալ անդրադարձավ ինտիմատիր գործիչներու կողմէ շրջանառվող դեղեցություններուն, թե 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներուն Ադրբեջանը թիրքային հրաչխաղացում ունեցած է Գեղարքունիքի մարզի մեջ։ Նախարարը զանոնք սուտ որագեց։ Հայաստանի Հանրապետությունում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածելու, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնելու, կարճ ներկայացնեմ, իրենք մահվան, պատերազմի եւ ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են։ Կապ չունի, անունը
Կապ չունի անունը ինչ կլինի այս կուսակցության, կամ ցլի տեսք կունենան, փղի տեսք կունենան, իրական չի։ Այս բոլորը մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի Հանրապետության խաղաղության հասնելու ճանապարհը։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 30 զինծառայող։ Խոսքը ժամկետայինների մասին չի, այս 30-ի դեպ։ Այլևս ժամկետայինների մասին չի։ Մարդկանց մասին է, ովքեր տարիքային տարբեր խմբերում են։ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներ։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են։ Կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ։ Մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ։ Մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում։ Բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են։ Պատգամավորները Նիկոլ Փաշինյանեն հետաքրքրվեցան նաև Վրաստան գդարած Երգորիա այցելության ընթացքին դեղի ունեցած քննարկումներով։ Վարչապետը հայտնեց Վրաստանի գործընկերներուն մանրամասն դեղեցություններ փոխանցված են TRIP նախագծի իրագործման Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությանց մասին։ Այս ձիրեններս Նիկոլ Փաշինյանը առանձնացուց տարածաշրջաններս արևդրային նոր ուղիներու ստեղծման նյութը։ Խոսքը վերաբերվում է արևելքից արևմուտք, մասնավորապես Չինաստանից դեպի Եվրամիություն եւ հակառակի ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ։ Եթե մենք տարածաշրջանում 20 հատ երկաթուղի զուգահեռ բացենք 20 հատ էլ ճանապարհ, մեկը չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը այս հնարավորությունը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, որովհետև մեզ պետք չի մենք մտածել, որ վայ, այս մի բեռնատարը բա որ ուրիշ երկրով անցնի, մենք $50 կկորցնենք։ Մեզ պետք է ասել, որ եթե հազարավոր, տասնյակ հազարավոր տոննաների, միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ, եթե մենք Հայաստան, Ադրբեջան, Վրաստան կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ, ապահով անցում, բոլորից եկամուտները տասնյակ անգամներ կավելանա, եւ վստահ կարող եմ ասել, որ վրաց մեր գործընկերները այս նույն ընկալումը ունեն։ Հայաստան խմբակցութենեն Կարնիկ Դանիելյանը հետաքրքրվեցավ, թե արդյոք Վրաստանի մեջ քննարկված է այն հարցը, որ վրացի մաքսավորները, հայկական բեռնադարները օրերով ու ամիսներով կբահեն անցագետին վրա եւ միայն գաշարքի թիմած բաց կթողուն։ Վարչապետ Փաշինյանը պատգամավորի հարցումը սադրանք որակեց։ Ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե դուք ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե երբ եւ որ իրավապահ մարմնին եք դիմել։ Այսինքն ձեր սադրանքներով ես կարծում եմ, որ դուք ուզում եք խնդիրներ ստեղծեք, որ հետո գաք ել այդ խնդիրների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին, դուք ասեք ինչ մենք կարող ենք փոխանցել մեր, չգիտեմ ինչ ասիկ, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև դուք փոխանցելու ոչ մի բան չունեք, կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային արտանման եւ ներմուծման խնդիրները, իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետքա դիմեք, իսկ եթե միջև մի չեք դիմել, ուրեմն դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով։ Հայաստան խմբակցութենեն հայ հեղափոխական դաշնակցություն գուսակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը անդրադարձավ դպրոցներու շրջանակներեն ներս բռնության դեպքերուն նշելով, որ անոնք սկսած են բարբերական բնույթ կրելու։ Վարչապետը հակադարձեց նման դեպքեր նախաբես եւս տեղի կունենային, սակայն չէին դարածվի ընկերային ցանցերու վրա։ Նիկոլ Փաշինյանը հիմնական խնդիրը Հայաստանի մեջ քրեական ենթամշակույթի արգայությունը համարեց։ Երբ որ ազդարման մասին օրենսդրությունը ընդունում ենք, ձեր խմբակցությունն այդ ժամանակ ընդեղ էր նստում, ընդեղ էլ ձեր խմբակցության մի падգամավոր կա, վեր կացավ ասեց, չհասկացա, այս գործ տալու մասին օրենք ենք արդեն ընդունում, էս ուր ենք հասել։
բայց դա մենակ ձեր կուսակցության խնդրեմը չի, դա նաև մեր կուսակցության խնդրեմն է։ Դա ցավոք սրտի Հայաստանում տենց կուսակցություն չկա, որի խնդրեմը չի։ Քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երթվելով են ընդունում կուսակցություն, եւ որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացու։ Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, այո, այդ խնդրեմը ելնելու է։ Եվ մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն։ Որպես բանի հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս։ Խոսելով ճրային բաշարներու ղարավարման մասին Նիկոլ Փաշինյանը ասավ, որ հարաճիգա 5 տարիներուն ամենեն մեծ առաջնահերթությունը պիտի լա ճրային բաշարներու համախմբումն ու ճիշտ ղարավարումը։ 21 թվականի նախընտրական ծրագրում մենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի ստեղծելու խոստում ունեինք եւ կատարված այդ խոստումը գերակատարված է, ընդ որում այն ժամանակ որ ասում ենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի, այդ մեզ մի հատ այնպիսի անհավանական թիվ էր դնում, ասում ենք, բայց չէ, պետքա մեծ ջան գործադրենք, հիմա դա արդեն իրականություն է։ Դա նշանակում է որ տարեկան 1000 պետքա դարձնել տարեկան 2000 եւ այլն եւ այդպես շարունակ, բայց էլի առանց ջրի նկատմամբ մեր ընդհանուր վերաբերմունքի փոփոխության դա մի X պահի կկանգնի, որովհետեւ կպարզվի որ փողը կա, հողը կա, բայց եթե ջուրը չկա, դա չի լինի։ Իսկ ջրային ռեսուրսները լավ լուրն են, որ ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են։ Խնդիրն է նա, որ դա էֆեկտիվ կուտակել եւ էֆեկտիվ օգտագործել, որովհետեւ մեկը առանց մյուսի հնարավոր չի։ Մենք կարող ենք ունենալ նույնիսկ այսօրվա մեր կուտակած ոռոգման համար բաց թողենք երապատիկ ջուր, կարա դա մեզ չօգնի։ Մեր ջրի կեսը կորսվում է մենակ։ Եվ երբ որ մենք այն պահերին, այդտեղ մենք մեր սխալն էլ պետք է ընդունենք, որ մենք ամեն անգամ, երբ որ ուզեցել ենք սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, ասել ենք դե լավ մարդկանց սոցիալական հարց առաջանում եւ այլն, մի քիչ թե աճ փակենք գյուղացի մեր հայրենակ, բայց լավություն չեն կարել իրանց դրանով։ Հիմա պետք է անենք այդ լավությունը։ Վարչապետը վստահեցուց, որբեսի աղքատության էջը Հայաստանի մեջ փակվի, ադորպանալին ճուրն ու ճուրի ղարավարումն է։ Ան խոստացավ զայն արձանագրել նախընտրական ծրագրի մեջ։ Ապրիլ 1-ին սկսյալ 623,353 քաղաքացիի գենսաթոշակը պիտի բարձրանա 10,000 դրամով եւ ավելի, իսկ 39,594-ը շուրջ 8,500 դրամով։ Անոնք երկարամյա զինվորական գենսաթոշակը ստացող անձերն են, որոնց գենսաթոշակը միջին հաշվով 95,000 դրամ է։ Հաշմանդամություն ունեցող անձերուն նպաստը պիտի բարձրանա 10,000 դրամով, առաջին, երկրորդ, երրորդ կարգի եւ գործառնականության խոր ծանր ու միջին սահմանապահում ունեցող քաղաքացիներու նպաստները այս փոփոխությամբ պիտի դառնան 49,000, 47,500 եւ 46,000 դրամ։ Սա շատ մեծ եւ էական փոփոխություն է մեր 600,000-ից ավել կենսաթոշակառուների համար եւ սա չհաշված այն հետվճարը, որ մենք արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, ինչը որը կազմում է 20% եւ 10,000 դրամ, մինչեւ 10,000 դրամ։ Վարչապետը ընդգծեց աշխատող հարգադու քաղաքացիներուն թերը։ Անկարևոր համարեց նաեւ անգանխիկ արևդուրեն օգտվող ավելի քան 400,000 թոշակառուներուն թերը։ Համագարկի միջոցով երկրի մեջ կգրջատվի ըստ թվերը։ Որոշումը ըստ վարչապետին կարևոր է նաեւ քաղաքացիներուն համար։ Ընկերային քաղաքականության արդյունքները խոշորացնելու իմաստով 2021 թվականին մեր ստանձնած պարտավորություն այս համակարգերով կատարում ենք այսպիսով, այսինքն նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից, ընդ որում ես հասկանում եմ դե յուրե նրբությունները շատ են, բայց ինձ համար հետվճարը այս process-ի մաս է։ Տրամական Ելևմուդի նախարարը նշեց 2026-ի դարեհաշիվը ծրագրելու ադեն 30 միլիարդով բագաս եկամուտ պիտի հավաքվեր։ Ադոր գումարվի տնտեսական աճի հավելյալ չափի ազդեցությունը, որուն հետևանքով կգնգալվի որ պիտի լա առնվազն 40 միլիարդով ավելի հարգային եկամուտ, քան ծրագրված է 2026-ի դարեհաշվով։ Ունենք նաև պաուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար, այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորենք։
Խնդիրն այն է, որ թոշակը սպառողական զամբյուղեն ցած չիջնե, ընդգծեց վարչապետը, նշելով, որ առանց մանրամասն փորձագիտական քննարկումներու կհայտարարե, հաշվի առնելով այն, որ հիմա բահուստ ունին։ Մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղի ցածր պետքա չլինի եւ չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, եկեք արձանագրենք եւ իմ ասածն է, որ պատմական փոփոխությունը ունի երկու առանձնահատկություն։ Առաջինը, երբ որ դրան հասնում ես, դա շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետքա խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ եւ դա գնում այլի հետագլորվում դեպի իր նախնական վիճակ։ Դա վերաբերում է ընդորում ամեն ինչին, առիթ ունեցենք, դա վերաբերում է խաղաղությանը, դա վերաբերում է սոցիալական իրավիճակին, դա վերաբերում է կրթությանը, ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին։ Պետք է ֆիքսել եւ խնամք տանել, որպեսզի այն ինչ որ ձեռք ես բերե, դա հետագայում զարգանա։ Արդյունքին համար վարչապետը շնորհակալ է նաև կառավարության անդամներուն Նիկոլ Փաշինյանի խոսքով pedagogan կառավարման համագարկը սկսավ շատ ավելի աշխուժությամբ աշխատել, երբ նախորդ տարվան մարտ-ապրիլեն սկսան քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համագարկ ներդնելու մասին։ Տնտեսական աճինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը որը բերել եմ նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։ Խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև։ Վարչապետը նշեց, որ 2025-ի տարեհաշվով pedagogan համագարկի բահբանման ծախսերեն 6.5 միլիարդ գրճատած էին։ Pedagogan համագարկեն բահբանված են 2.5 միլիարդը ուղղված է pedagogan կառավարման համագարկը առավել արդյունավետ դարձնելուն եւ հիմա 78 միլիարդ դրամ ներառյալ ադոր արդյունքով գդրվի թոշակառուներուն։ Շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հան տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Սա պետության հատկանիշ է։ Սա պետության հատկանիշ է։ Ի վերջո վարչապետը, նախարարներն էլ կներեք, բայց դա նորմալ բան է, իրանք մեծ մասամբ քաղաքական գործիչ են, փոքր մասամբ վարչարար։ Այո, եւ մենք հիմա գերկենտրոնացած պաշտոնյա պետ, գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ 339 միլիոն դրամ հատկացվեցավ նորագարույց դպրոցներ դանող 7.4 կիլոմետր ճանապարհներուն օրոքման նախագծային փաստաթուղթերու փորձակնության, նաև 1.4 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար 503.5 միլիոն դրամալ ուղղվեցավ 470 կիլոմետր ճանապարհներու 10 փոխադրամիջոցային միավորներու նախագծային փաստաթուղթերու եւ փորձակնություններու համար։ Վարչապետը անդրադարձավ շահարկումներուն, թե Հայաստանի մեջ կփակվին դպրոցներ, ընդգծելով Հայաստանի մեջ դպրոցներ չեն փակվիր, այլ կգառուցվին դպրոցներ։ Նման խոսակցություն ունեցել եմ մի քանի բնակավայրերում, երբ որ կային շատ հարգելի քաղաքացիներ, ովքեր ասում են մեր գյուղի դպրոցը փակվում է։ Ես ասում եի սիրելիներս, ձեր գյուղի դպրոցը չի փակվում, ձեր գյուղի համար նոր դպրոց է կառուցվում, որից հետո ասում էին, որ գիտեք ինչ, բայց դպրոցը 5 կիլոմետր են կողմա, կամ չգիտեմ, ինչ որ 3 կիլոմետր, 2 կիլոմետր են կողմա եւ մեր բնակության տարածքից դուրս։ Իմ երեխաները իմ միջոցներով, իմ ծախսով 6.5 կիլոմետր ամերուր գնացել են, 6.5 կիլոմետր հետ են եկել։ Հիմա փորձ կա ասելու, որ որևէ ամենայն հարգանքով ընկալում է նա, որ որտեղ է կրթության որեկը ավելի լավ, ասենք ենթադրենք որևէ հեռավոր գյուղում, թե միջին վիճակագրական, թե Երևանում։ Ակնհայտ է, չէ, որ Երևանում։ Եվ եթե կներեք մի քիչ բան հնչի, այն ինչ որ ես իմ սեփական երեխաների համար արել եմ,
Ես հիմա օգտվելով այս իմ կարգավիճակից եւ մեր գործընկերների հետ անում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաների համար, որպեսզի նրանք գնան դպրոց, որտեղ լինի ֆիզկուլտուրայի դահլիճ, որտեղ լինի պատշաճ միջավայր, որովհետեւ մենք անընդհատ հնարավոր չի 6 հոգանոց դպրոցում երեխայի համար ապահովել կրթություն, որովհետեւ կրթության կարևոր մասը հաղորդակցության մեջ լինելն է։ Մենք երեխային 15 հոգանոց դպրոցում 10 տարի պահում ենք, հետո բաց ենք թողում 1000 ներողություն այդ ձևակերպման համար 7 միլիարդ ներկայացուցիչ 8 միլիարդ ներկայացուցիչ ունեցող կներեք դրանից առաջ մի քանի հազար ներկայացուցիչ ունեցող բանակ ենք ուղարկում, հետո ասում ենք, բայց երեխան զինվորը արդեն ինչի սենց եղավ, ով ա վերլուծում սենց բաներ, ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ, հանրապետությունում որևէ դպրոց չի փակվում, հանրապետությունում փակվում են ավերակներ և բացվում են դպրոցներ, որտեղ երեխաները ունենան բեմ, որտեղ երեխաները ունենան միջավայր, որտեղ երեխաներ ունենան լաբորատորիաներ, որտեղ երեխաներ ունենան ճանապարհներ։ Վարչապետ Փաշինյանը թվարկեց հիմնանորոգվող ճանապարհներուն ցանկը։ Նշվեցավ նաև, որ փոխադրամիջոցային հարցի լուծման առընչությամբ նախնական պատկերացում կա ծնողներուն հետ շփումներու ընթացքին հայտ եկած են նոր խաղապարներ, որոնք նախադեсված է փորձարկել։ Երբ որ գալիս է երեխային դպրոց տանելու ժամանակը, բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց, իրենց ընկալմամբ եւ պատկերացմամբ։ Եվ հիմա կառավարությունը ասում է կարիք չկա փոխելու բնակության վայրը։ Ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք եւ ձեր երեխան կգնա լավ դպրոց։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ կառավարությունը ստանձնել է եւ մենք մեծ հաջողությամբ համատեղ գործընկերների հետ իրականացնում ենք 100-ից ավել դպրոցներում արդեն այդ պայմանները ձևավորված են, մյուսներում էլ աշխատանքները ամփոփման փուլում են։ Պիտի փոխվի էլեկտրագարքերու հաշվառման գործող կանոնագարքը։ Դիդարգված է հարցը, որ այս փոփոխությամբ քույկահարկի հաշվարկման կանոններու մեջ եւս երաշխավորվի միադեսագություն, զեկուցեց ներքին գործոց նախարարուհին, նշելով, որ նախագիծը մշակված է հաշվի առնելով նախորդ դարի քաղաքացիներեն ըստացված թիմումները։ Հայաստանի համար շատ ցավալի է այն, ինչ տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանեն ներս։ Միևնույնադեն ստեղծված իրավիճակը նոր չէ, ու Հայաստանը դակավին շատ ավելի գանուխ նախապատրաստված է հնարավոր զարգացումներուն։ Լրակրողներու հետ ջեբազրույցի ընթացքին ըսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու երբ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններու ժամանակ Հայաստանի մեջ իշխանությունը գարգանտակ կուտե, ադիգա ոչ թե այն պատճառով է, որ անհոգ է, այլ որովհետեւ իր գործողությունները գազմագերբված ու որոշումները գայացված է։ Դեռ այն ադեն, երբ մնացյալներն էին անհոգ, իսկ հիմա հիմնարկները կգործեն։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգમાં։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամեն ժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեր շուրջն ու տարածաշրջանեն ներս կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպիսին է Հայաստանի անվտանգային համագարքի ներկա թիմագայունությունն ու արդյունավետությունը եւ ինչը փոխելու անհրաժեշտություն կա։ Այս հարցին անդրադառնալով վարչապետը նշեց. Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար էդ էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ որևէ երկիր ակնհայտորեն տեսնում եք, չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս։ Այս փուլին ըստանոր շատ մեծ աշխատանք կատարված է, բայց շատ կարևոր է նաեւ, որ ցերկ բերված են ռազմավարական գիտելիք, հարաբերություններ ու պատկերացումներ, թե ինչպես պետք է հետագա աշխատանքը շարունակել։ Դեղեցություններ կդարածվին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը գրնա ստորագրվել, ապրիլ-մայիսին վարչապետը ըսավ հստակ ժամկետ նշել չի գրնար, այնպես ինչպես 2025-ի հուլիս 20-ին չէր գրնար պատասխանել, թե երբ պիտի նախաստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։
հարցերը։ Ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը, եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Հայաստանը չի ցկտիր Թուրքիո եւ Ադրբեջանի հատվածի մեջ երկաթ գծերը վերականգնելու խնդիրը Ռուսիո հետ լուծել հագամարտության ու հարցերը սրելու դրամապանությամբ չընտրեր նաեւ երկաթուղին միջազգային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը չեղարկելու ճանապարհը։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, վատ բան ենք անում։ Պայմանագիր խզել, ասենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետք է պայմանավորվել, պետք է խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում, եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Ռուսիո հետ հարաբերությունները վադացնելու նպատակ չունենալու մասին Նիկոլ Փաշինյանը շեշտեց նաև Հայաստանեն ռուսական ռազմագայանը չհերացնելու վերաբերյալ հարցին անդրադառնալու ադեն։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Օգոստոս 8-ի համաձայնություններուն արդյունքով Բարսից ծոց Սև ծով քիձը պետք է աշխատի, հայտարարեց Բեդության ղեկավարը։ Որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։ Ու հավասար է դել են մեկի տարածքում մի քիչ երկար, մյուսի տարածքում մի քիչ կարճ, նկատի ունեմ ներգրավվածության առումով։ Անորթի դարգմամբ այս երկրները ոչ թե պետք է մտածեն, քանի մը Բեռնադար իրար մետ անելու մասին, այլ թե ինչպես անել, որ շատ ավելի մեծ թիվով Բեռնադարներու համար հարավային Կովկասը դառնա ամենագրավիչն ու անվտանգը։ Որպեսզի բեռներ հստեղով խոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Հայաստանի էլեկտրական ցանցերու ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս հայտարարած էր, թե պետությունը կպատրաստվի ընկերության բաժնեմասը ամբողջությամբ պետականացնելու, ճանչնալով հանրային քերագաշահ, իսկ սեփականադեր դաշիր ընկերության փոխհատուցում տալ։ Լրակրողը հետաքրքրվեցավ այդ որոշման հիմքին, ինչ հաշվարկներ կան եւ ինչ ծանրաբեռնվածություն պիտի լա պետական կանցարանի վրա։ Վարչապետը պատասխանեց, որոշումը ընդունված է էլեկտրական ցանցի ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ նախնական եզրակացության արդյունքով կանցարանին վրայալ մեծ ծանրաբեռնվածություն պիտի չլա։ Որովհետեւ այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասցրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այդ ամենը ըստ Փաշինյանի կնվազեցնե շուկայական արժեքի նախնական ընկալումը եւ pedagogan կանցարանին հետ կապված մեծ խնդիրներ պիտի չլան։ 660,000 շահարու են մոտ 600,000-ին, ավելի քան 90% քաղաքացիներու գենսաթոշակը պիտի բարձրանա ուղիղ 10,000 դրամով։ Վարչապետին այդ աշխատանքային հանդիպման ընթացքին մանրամասնություններ ներկայացուց աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարը։ Մյուս կտորի մեջ կան մարդիկ, որ ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ը։
եւ այստեղ կա բացատրություն ինչով է դա պայմանավորված, տարբեր բանաձևերով են հաշվարկվում այս կենսաթոշակները եւ կան երկարամյա զինվորական ծառայության մեր կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է եւ այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում եւ դրա արդյունքում ստացվում է, որ շատ մեր զինծառայողներ օրինակ իրենց կենսաթոշակը երկարամյա ծառայության կեսօր կբարձրանա 15000 դրամով, ընդհանուր մինչեւ ունենք դեպքեր, որ ավելի եւ շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաեւ արդեն բարձր է 90000-ից բարձրանա, ասենք 5, 6, 7000 դրամով։ Այսինքն 10000-ով չբարձրացողների թոշակը բարձր է։ Ի սկզբանե արդեն բարձր է։ Այսինքն մեր ծանոթ սովորական ծանոթ թոշակներից էականորեն բարձր։ 90000 կա, 100000 կա, 120000 կա։ Միջինը այդ քաղաքացիները, որոնց որ ասում ենք ուղիղ 10000 չի բարձրանում, հիմա 96000 է միջին կենսաթոշակը, այո։ Եվ այդ բարձրացումից հետո կդառնա 105000։ Նիկոլ Փաշինյանը հիշեցուց, որ խնդիր դրված էր, որ միջին կենսաթոշակը նվազագույնը սպառողական զամբյուղեն ոչ պակաս։ Այս փոփոխությամբ արդեն միջին թոշակը բարձր է նվազագույնը սպառողական զամբյուղեն։ Վերջին տվյալով նվազագույնը սպառողական զամբյուղը 61768 դրամ է։ Միջին կենսաթոշակը կրկին նախորդ եռամսյակի դեռ չբարձրացրած 49451 դրամ է։ 49450։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59191 միջինը։ Այսինքն միայն կենսաթոշակը առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի 1-ից բարձրացրել ենք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին, բայց մենք ունենք նաև հետվճար, որը ակտիվ տարածվում է։ Մենք արդեն ունենք 415000 քաղաքացի, որ ստանում է այդ կենսաթոշակը, հետվճարը, եւ միջինը այսօր 7000 դրամ է, միջինը այսօր 7000 դրամ է, եւ որ եւ մենք գումարում ենք 59000-ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով մոտ։ Նշվեցավ, որ թիվերը առաջին հերթին ցույց կտան, որ քաղաքացիները գարցականք են անգանխիկ արևդուրեն օգտվելու պետության հորթորին, ադորմով իսկ ներդրում ունենալով երկրի զարգացման կորձին մեջ։ Թեկդեմպերեն հունվար հետվճարի շահառուներուն թիվը ավելցած է 15000-ով, հունվարին հետվճարի ծրագրեն օգտված է 415000 քաղաքացի։ 2022 թվականի սեպտեմբերին այս թվերը ֆանտաստիկ են։ Այո, 16000 հոգի ա եղել 2022 թվականի հուլիսին, ընդամենը 16000 քաղաքացի ա օգտվել, հետո տարվա վերջ 66000, 23 թվականի վերջ 173000, 24 թվի վեճ 289000, 25-ի սկիզբը նույնն էր մոտավորապես, 25-ի վերջ 378 նոյեմբերին։ Այսինքն ամեն ամիս մենք էական աճ ենք ունեցել։ Վարչապետ Փաշինյան կարևոր համարեց շարունակել այս ուղղությամբ իրազեկման աշխատանքը։ Նախարար Թորոսյանը նաև նկատել տվավ, որ գավելնա նաև հետվճարի չափը։ Անիկա այժմ 7000 դրամ է, պիտի դառնա 8700 դրամ։ Նշվեցավ նաև, որ կա հետվճարի չափը մինչև 10000 դրամ հասցնելու հնարավորություն։ Վարչապետը ուշագրավ համարեց, որ նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկին մեջ ներառված է նաև առողջապահական ծախսը։ Մինիմում 6000 դրամը հաշվարկված է որպես առողջապահական ծախսեր։ Այսինքն 65 պլյուսի դեպքում կստացվի, որ եթե օբյեկտիվ նայենք, այս 6000-ի առնվազն լավ 90%-ը, որովհետև այնտեղ այնուամենայնիվ կտոր կա, որ առողջապահությունը չի ծախսում։ Դրանք կստացվի, որ միջին թոշակը կլինի սպառողական զամբյուղի 110-120 երբեմն եւ ավել տոկոս։ Աշխատանքային հանդիպման ընթացքին նշվեցավ նաև, որ 2018-ի վեր կենսաթոշակը կավելցվի 4-րդ, իսկ հետվճարի չափը 3-րդ անգամ։ Հաճախ հնչում են մեղադրանքներ, թե ինչու հիմա, ոչ մի բան հիմա չի, դա արվել է հենց 18 թվականից սկսված, առաջի բարձրացումը 20 թվականին եղել է բանով հիմնական կենսաթոշակի չափով, բայց մինչև հետո բարձրացել էինք նվազագույնը, սահմանել էինք, ավելի շուտ չենք բարձր, սահմանել էինք նվազագույն, որը ըստ էության բարձրացում է համարվում, ասվեց ա եղել նվազագույնը, հետո դառավ 30, 25.5, 26.5, 31.6 արդեն կրկնապատկված էր, պարենային զամբյուղը 33388 է, կրկին վերջի եռամսյակի տվյալներով, իսկ մեր նվազագույն կենսաթոշակը 46000 է, այսինքն 13000-ով, 12500-ով ավելին է, քան
Հիմի նվազագույններին ինչքան է ավելանում։ Նվազագույններին էլ է ավելանում 10,000-ով, մենք ունենք 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը նաև հավասար էր ծերության նպաստին։ Անդրադառնալով 10,000 դրամով թոշակներու ավելացման վարչապետը ընդգծեց, որ 2025-ի կանխատեսումներով տնտեսական աճը պետք է լար 5.1%, սակայն եղած է 7.2% եւ թոշակներու բարձրացումը տնտեսական աճի հստակ թվային արտահայտությունն է։ Հաջորդ խնդիրն է նա, պարոն Թորոսյան, դրա մասին առանձին խոսել ենք եւ հույս ունեմ, որ դուք այդ բովանդակությունը կստեղծեք, որպեսզի մի հատ առանձին եթեր այս թեմային տակ։ Հիմա մեր թոշակառուները լինելու են ավելի առողջ, այսինքն ավելի ակտիվ, մենք պետքա մտածենք նրանց տնտեսական կյանքում ավելի Մտածում ենք երկու առաջարկ ունենք շրջանառենք։ Եվ այդտեղ ես լավ կարգախոս ունեմ, որ ասում եմ, որ 63-ը ոչ թե կենսաթոշակի, այլ փոքր եւ միջին բիզնես սկսելու տարիքա, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ մարդիկ այդ կյանքում այդ փորձը, գիտելիքը ձեռք բերածելով կարող են ինչ որ մի լրացուցիչ Կարճ ասեմ, հիմա մի ծրագիր ենք անում մեր մի ուրիշ քաղաքացիների խմբի համար, որի մասին էլի կխոսենք, եթե դա հաջողվեց, որպես պրոտոտիպ կարող ենք ցանկացած այլ խմբի համար անել եւ առաջինը լինելու են ավագ սերնդի մեր ներկայացուցիչները փոքր կարճաժամկետ ուսուցման ծրագրով, բիզնես խորհրդատվության եւ փոքր կապիտալ ներդրման, որը թույլ է տալու ունենալ սեփական փոքր ձեռնարկատիրությունը։ Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու վերաբերյալ որոշումը պիտի կայացվի կառավարության հառաջիկա նիստին, ավելցված կենսաթոշակը պիտի հատկացվի ապրիլեն սկսյալ։ Իրանի թեմ պատերազմի ավարտը անորոշ է, փորձագետներու գնահատմամբ պատերազմը մերձավոր արևելքի մեջ կգնա երկարդեվել։ Պարսից ծոցի տարածաշրջանի նավթարդյունահանող ընկերությունների, նավթավերամշակման ընկերությունների պայստավորման մաքսիմում հնարավորությունը 25 օրվա է եւ եթե Հորմուզի նեղուցով նավթ բեռնափոխադրող նավերը չեն կարողանում անցնել կամ անվտանգային նկատառումներով իրենք չեն անցնում, ապա այդ արտադրվող նավթի, արդյունահանվող նավթի պաշարների կուտակումը լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ այս ժամանակացույցը 20-25 օրվա պաշարների տեղավորման, պայստավորման նույնպես համընկնում է Միացյալ Նահանգների նշած նախագահի նշած այդ 4-5 շաբաթների։ Սակայն ռազմական իրավիճակը կգնա զարգանալ անսպասելի, ինչպես որ անսպասելի հուժգու էր Իրանի հակահարվածը ծոցի 1 տասնյակի ավելի թիրախներուն։ Կգարձեմ որոշակի անագնգալ կար, ներառյալ ինձի համար, թե որքան հարցակողական գերբով Իրանը կհարված է Բարսից ծոցի երկրներում մեջ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգներու անձնագազմին ու սեփականություններուն, նաև այդ երկրներու քաղաքացիական ենթակառույցներուն ու դարբեր կառույցներուն։ Եթե ադորքում արենք քարյուղի շուգայի ջնշումները եւ քարյուղի քիներու գդրուկ աճը, իրավիճակը կդառնա շատ ավելի բարդ։ Պատերազմի առաջին օրերուն վերլուծությունը ցույց կտա, որ կողմերը հակված են վճռորոշ ճակատամարտի, կեզրակացնեն փորձագետները։ Պատերազմը այլևս միայն Իրանի հյուրիական ու հրթիռային ծրագիրներուն մասին չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի որոշում երթալու ավելի լայնածավալ պատերազմի, բաց վերջնարդյունքով Իրանի վարչագահը իսկապես կզգա, որ իր քոյությունը վտանգված է։ Իրանի նպատակը հնարավորինս մեծ ջնշումը ստեղծելն է, եւ այդ պատճառավալ անագնգալ պիտի չլա, եթե հառաջիկա օրերուն կամ շաբաթներուն Իրանը իրականացնե անհամաչափ հարձակումներ, ներառյալ Եվրոպայի մեջ։ Իրանի նպատակը այժմ ժամանակ շահիլն է հագամարտությունը հնարավորինս երկարացնելը եւ Ամերիկային ու Իսրայելին հնարավորինս մեծ գորուստներ պատճառելը։ Հույս ունենալով, որ այդ ամենը բավարար ջնշում պիտի ձևավորե, որբեսի Ամերիկան ստիպված լա ավարտելու պատերազմը։ Իրանի հրթիռային հարձակումները քիչ վնաս չեն պատճառած ծոցի երկրներու մեջ Միացյալ Նահանգներու ներկայության, մինչդեռ քաղաքական առումով ամենազգայուն հարվածը գրած է Իրանը։ Խամենեի սպանությունը խորհրդանշական էր եւ չափազանց կարեւոր։ Իթեպ նույն իսրայելյան կողմը աշխուժորեն մղած է այդ քայլին, հավատալով, որ քերակույն առաջնորդի սպանությամբ կփակվի նաեւ ամբողջ տարաշրջանը։ Սակայն հաշվարկները, թե այդ քայլը գրնա ներքին ապագայունացում հարաճացնել եւ զանգվածային փողոքներու հանգեցնել, առայժմ չեն իրականացած։ Փորձագետին խոսքով հավանական է, որ Իրանի ռազմական ղեկավարությունը նախապես մշակած էր կառավարման ապակենտրոնացման ռազմավարություն։ Մեկ անձից կախված չի զինված ուժերի կառավարումը եւ դա կարող է ենթադրել մի վիճակ, որը կարող է հնարավորություն տալ Իրանին պատերազմը երկարաձգելու։ Այնուամենայնիվ կառավարման տեսանկյունից։
Իրանի մեջ սպանված քերակույն հոգևոր առաջնորդի բարդականությունները այժմ կկատարեն երկրի նախագահը, Թադական իշխանության ղեկավարը եւ Իրանի Սահմանադրության Վահաբաններու խորհրդի անդամներն մեկը, մինչեւ որ 88 անդամ է փաղացած, փորձագետներու խորհուրդը կարենա ընտրել նոր հոգևոր առաջնորդ։ Առայժմ, սակայն Իրանի մեջ տեխնազուներու անունները քախնի կբահվին։ Հանրային տաշտի մեջ շրջանառվող անունները գրնան բնավ չհամընկնիր իրական որոշման հետ։ Կգարձեմ այդ որոշումը գրնարգայացվածը լալ ամիսներ առաջ։ Հունիսյան պատերազմի հետևանքով շատ դժվար է որևէ կանխատեսում ունել։ Եվ իրենք միտումնավոր այդպես հրած են, որ այդ հարցով որևէ դեղագատվության արդահոսք չլա։ Հակառակ բարձրակույն ղեկավարի բացակայության Իրանը կշարունակի գործել որպես պետական ամբողջություն, ինչ որ փորձագետներուն հիմք կուտա եզրակացնելու, որ Իրանը այս պատերազմին երկար պատրաստված է։ Միևնույն ադեն գտիտարկվի նաև դարաշրջանային դաշինքի ձևավորման հնարավորությունը Իրանի թեմ։ Այդպիսի հավանական երկրներ կարելի է դիտարկել Արաբական Միացյալ Էմիրություններին, որոնք Իրանի հետ ունեն կղզիների հետ կապված խնդիրներ Պարսից ծոցում։ Սաուդյան Արաբիան, որը երկար ժամանակ Իրանի հետ ունեցել է կոնֆլիկտներ եւ վերջին շրջանում էին կարգավորվել միայն այդ հարաբերությունները։ Այնուամենայնիվ գուցե փորձարվի նվազագույնը պատերազմը, այսինքն շարունակելու համար, Իրանի վրա ռազմական ճնշումը շարունակելու համար փորձարվի նաև այս ռազմավարությունը իրականացնել Իրանի դեմ։ Միացյալ Նահանգներու պետական քարտուղարությունը իր քաղաքացիներուն գոչ ուղղած է լքելու այն երկրները, ուր անվտանգային վտանգները բարձր են։ Այդ ցանկին վրա չեն Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Փորձագիտական գնահատմամբ առնվազն այս պահուն հարավային Կովկասի մեջ լայնածավալ ռազմական զորաշարժերու ամիջական վտանգներ չեն դիտարկվիր։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները կնշեն, որ իրավիճակը կշարունակի մնալ փոփոխական եւ դարաշրջանի անվտանգային միջավայրը մեծապես կախյալ է մերձավոր արևելքի զարգացումներու ընթացքեն։ Ժնևի բանակցություններու ֆոնին բայթեցավ Ամերիկա-Իսրայել-Իրան պատերազմը, որ իր մեջ ներգրավեց տարածաշրջանի բազմաթիվ երկիրներ։ Լիբանանը եւս անմասն չմնաց այդ ճգնաժամեն։ Իրանի գլխավոր աջակիցներն մեկը Հեզբալլան շաբաթ իր համերաշխությունը հայտնեց Իսլամական Հանրապետությանը։ Խմբավորումը Լիբանանի տարածքեն հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ, հայտարարելով, որ այդ մեկը Ալի Խամինեի սպանության վրեժն է։ Իսրայելն իր հերթին զանգվածային օդային հարվածներ աստծուց Լիբանանի շարք մշրջաններուն, մասնավորապես թիրախավորելով Բեյրութի հարավային արվարձանները, որոնք Հեզբոլլայի վերահսկողության տակ են։ Իսրայելական հարվածներու հետևանքով զոհվեցավ ավելի քան 30 մարդ, վիրավորվեցավ ավելի քան 50։ 2004 թվականին ի վեր Լիբանանի հասած ամենաուժեղ հարվածներն են։ Անշուշտ որ շրջանային ովևէ զարգացում պատմականորեն այդպես է դժբախտաբար գացությունը, որ անպայման Լիբանանի վրա գացե։ Միշտ այդպես եղած է, այսօր այլ ովևէով այլ դարբեր չէ, բարձրապես թերագադարներն են, որ փոխված են, բայց նույն հանգերքն է, որ Լիբանանի մեջ կգտնվի միշտ ովևէ զարգացում, որ շրջանային դեպի ունենա, անպայման Լիբանանը ադգե գացվի այն մեկնելով այն իրողությունն, որ համայնքային պետությունն է, համայնքային ընկերությունն է եւ համայնքներն յուրաքանչյուրը որոշ կողմը համագրություն ունի, կամ զորակցություն ունի, կամ անոր աջակցությունը կվայելի, այնպես որ անպայման որ ուղղակիորեն գաստվի։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ Հեզբալլան ամբողջական պատասխանատվություն կգրե ցանկացած հետևանքի համար։ Լիբանանի բոլոր պետական եւ ոչ պետական դպրոցները, ինչպես նաեւ համալսարաններն ու մասնակիտական ուսումնական հաստատությունները փակ կմնան անվտանգության սպառնալիքներու եւ դարբեր շրջաններու մեջ շարունակվող հարձակումներու պատճառով։ Մենք կզգուշացնենք, որ Լիբանանը իբրև զորակցության պատերազմներու հարթակ օգտագործելը, որոնց մեջ մենք ներգրավված չենք, գրգին մեր երկիրը պիտի ենթարկե վտանգներու, որոնց համար պատասխանատվություն պիտի գրեն, անոնք, որոնք կանդեսեն երկրի մեջ անվտանգությունն ու գայունությունը պահպանելու բազմաթիվ գոչերը։ Հեզբոլլայի աջակցությունը Իրանին Լիբանանը կրնա ներկաշել տարածաշրջանային պատերազմի մեջ։ Երկրի իշխանությունները շարժմանը կհորդորեն ողջախոհ գտնվիլ եւ առաջնորդվել ազգային շահերով։ Այս վտանգավոր իրավիճակին բացառման ուղղված էր թերամիսներ առաջ հաստատված Հեզբոլլայի զինաթափման ծրագիրը։ Նախագահի եւ կառավարության իրենց աշխատանքային ծրագիրի մեջ հստակ դիրքորոշում հայտնած են, որ Լիբանանի մեջ դեղի անորեն բոլոր անորեն զենքերը պիտի հավաքվի եւ անշուշտ միան պետական, այսինք բանակը եւ պետական գարույցները, ուժային գարույցները
պիտի ունենան զենքի իրավունք, զենք կրելու իրավունք։ Հեզբոլլան հագարակ դիրքորոշումի մեջ է եւ բնականաբար գմերժե հանցնել այդ զենքերը։ Այս ճգնաժամի ֆոնին Լիբանանի կառավարությունն այսօր արգելեց Հեզբոլլա շարժման ռազմական գործունեություն ծավալել երկրին մեջ։ Խմբավորման բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն այսուհետև անօրինական են, հայտարարեց վարչապետ Նավաֆ Սալամը։ Հակառակ այս որոշումին իշխանությունները սահմանափակ լծակներ ունին Հեզբոլլան զսպելու համար։ Խորացող այս ճգնաժամը կմտահոգե նաև հայկական համայնքը։ Քանի որ երկարաժամկետ է եղած հարցը, կգարձեմ, որ այո, վնասը ժողովրդին հետ կապված վնասը բավականին մեծ կլա ասպարակային։ Լիբանանի մեջ արդեն 16 համայնքներ են մեկն ենք, ինչպես տարբեր համայնքներ, նույնպես հայ համայնքը անպայմանորեն դեղը որոշ չափով անպայմանով առնչված ենք մենք լիբանանցի ժողովուրդներուն հետ։ Միջազգային իրավիճակը կմնա լեցուն ծայրահեղ փախումներով, իսկ ժողովուրդը խաղաղության կցկտի։ Փաթիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։ Սուդ լուրերու նոր խմբականագի ամենընթարմ երկու օրինակն են։ Երկուքնալ մարդ երկուքին բեռնված են հարթակ ու հագարակ որ փոխանցագությունը։ Նույնն է, բայց մեկը Al Jazeera-ին հողում կգադարե, մյուսը Euronews-ին։ Ամեն մեկը առանցին մեկ օրվա մեջ արդեն 100,000 է ավելի թիդում ունի։ Ըստ X-ի անհայտ ցակման օկտադերերու Արաբական Միացյալ Էմիրությանց թեմ հարցակումներու հետևանքով վնասված են դասնյակ հայտնի մարդոց բնակարանները։ Թոմ Հենքսինը, Ռայան Ռեյնոլդսինը, նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Իբր թե այսօրերունալ հայկական ընկերային հարթակներու վրա ամենեն քննարկվող նյութը Փաշինյանի պաշտոնավարման ընթացքին միլիոնավոր դոլարներու հապշտակման հարցն է։ Ու իբր թե լուրը հերքած է նաև վարչապետի մամլոք հարդուղար Նազելի Բաղդասարյանը, ասելով թե Նիկոլ Փաշինյանը 170 միլիոն դոլար արժողությամբ անշարժ քույք չունի արտասահմանը։ Իբր թե ունեցածը չի կերազանցեր 70 միլիոն դոլարը։ Ասոնք ամբողջությամբ հորինված են եւ չեն համապատասխաներ իրականության։ Նազելի Բաղդասարյանը արձագանքած է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էմիրությանց կամ որևէ այլ երկրի մեջ անշարժ քույք չունի։ Նախընտրական այս շրջանին կորձ ունենք տասական Foreign Information Manipulation Interference գործիքակազմի հետ, ուր կգիրարվին քանի մփնորոշ գործիքներ։ Գեղձ վերակրում հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներուն նյութին վստահելիության գեղձ դպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնապովանտակ նյութերու միաժամանակ շրջանառությունը դարբերան անուն հաշիվներ է, մեկնական եւ գիսամեկնական ցանցերու միջոցով արակացված դարածումը նյութին արեստածին թափ հաղորդելու նպատակով կկատարվի։ Եվ դա առաջին անգամ չէ, գիտեք, եղել է նաև Հայաստանի Հանրապետության ներսում տարածվող լուրեր, որոնք իրականության հետ աղերս չեն ունեցել, բայց հասարակության մի մասսայի մոտ, մի զանգվածի մոտ հավատ է եղել, որ այդպիսի բան տեղի ունենում։ Մի թիրախը նախընտրականն է, մյուս թիրախը պետությունն է, պետության զարգացումը, եւ սա է ամենավտանգավորը։ 10 օրվա մեջ 10 ավելի այսպիսի դեսանյութեր առանց հիմնավորման բոլորի թիրախը Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն են եւ բոլորն ալ կդարածվին հեղինակավոր լրատուներու դարբերանշաններով Bloomberg, Reuters, CNN, Euronews, Le Point։ Մինչդեռ այդ լրատուներեն կոնե մեկը այդպիսի կամ նմանատիպ դեսանյութ իրական հարթակի վրա չէ հրաբարակած։ Հիմնական թիրախը այս դեպքում արդեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են։ Օրինակ ես երեք զրուցում էի Ֆրանսիայի հետ եւ այնտեղ շատ մեծ անհանգստություն կա, թե ուր է գնում Հայաստանը, ինչ խնդիրներ է ունենում, արդյոք մենք թրքացվում ենք, ինչպես օրինակ փորձում են ներկայացնել եւ դրանով իրենք փորձում են թիրախավորել եւ ազդել, որպեսզի նաեւ այդ սփյուռքահայերը իրենց արդեն կապերով, իրենց կողմից նաեւ տարածվող լուրերով, Facebook-ում, X-ում, այլուր ազդեն այստեղի արդեն մեր համակարգացիների վրա, որպեսզի իրենք էլ մտածեն, որ այդ դրսից տեսնում եք, դրսից ուրեմն եթե ասում են մի բան կա։ Ինչի մասին են գեղձ դեսանյութերը։ Այս մեկը օրինակ կսե, թե 2025-ի նոյեմբերեն Հայաստանի խոշոր ընկերություններ ու բաժնեդերերը ադրբեջանցի կորձարարներ են։ Անոնք կվերահսկեն կորձարարության ավելի քան կեսը։ Այս մեկն ալ կբնթե, թե Հայաստանի մեջ իսլամի պաշտպանության մասին օրենք կընդունվի, որմով կքրեականացվի Մուհամմադ Մարգարեի հասցեին քննադատությունը։ Թրկական շարք աղբյուրներ աշխուժորեն այդ գեղձիկը շրջանառության մեջ դրած են։ Հիմա իրանք ինչ են ուզում ասեն, այ տեսեք մեր հոգևորականներին, սրբազաններին բանտարկեցին,
խզում են առաջացնում, հա, հոգևոր արժեքների նկատմամբ եւ մեզ իսլամազացնում են, փաստորեն իսլամն են բերում։ Միջազգային մամուլեն ու դեղական լրատվամիջոցներ են։ Այս մեկն էլ Armen Press-ի անունով հորինված սուտմն է։ Իբր թե 2028-ին նոր պատմության դասակիրքեր պիտի լան, ուր հայոց ցեղասպանության զոհերուն թիվը 40%-ով բագացվի դիլա։ Այս բարակային եւս Նազելի Բաղդասարյանի կողմէ երբեք չսված մեջբերում մգա։ Զավեշտի հասնող լուրեր կստեղծեն։ Գգարձե քաղաքակետը կարելի էր խնդալ, եթե հավատացողներ չլային։ Դա նաեւ վնասում է կոնկրետ պետությանը, որովհետեւ այստեղ խզում է առաջանում Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ Մինչդեռ այսպիսի լուրերը ոչ միայն հավասարակշռության վրա զգացական ու դակնաբային ազդեցություն կթողուն, այլև գազդեն պետության վարգանիշին վրա։ Այդ 100,000-ն քանի հոգի պիտի մտնե Al Jazeera կամ Euronews ու ուստուք է իրականության մեջ հրաբարակած են այդպիսի նյութ թե ոչ։ Ու այդ ցևովալ միջին վիճակագրական Եվրոպացին եւս կրնա հավատալ, թե Հայաստանի մեջ այդպիսի փառքեր կդիրեն։ Խոսքի ազատությունը պետք է ավարտվի այնտեղ, երբ սկսվում է ազգային անվտանգությունը։ Եվ երբ քո խոսքի ազատությունը օգտագործելով դու վնասում ես պետականությանն ու անվտանգությանը, սա խոսքի ազատության մասին չէ, սա խոսքի ազատության չարաշահման մասին է, գիտակցված չարաշահման մասին է։ Դեսանյութերում մեկ մասնալ նույն ինքն ընդրություններու մասին է։ Պոլիտիկոյի դարբերանշանով դեսանյութը գբատմե թե Փաշինյանը գտնշե հայաստանյան խոշոր գործարարները բանջելով դրամամիջոցներ դրամատրել իր ընդրարշավին համար։ Ֆրանսական Le Point-ի անունով ալգսեն թե քաղաքացիական պայմանագիր գուսակցության անդամներուն ավելի քան 70% ստացած է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ինչպես նախորդ ամիսներուն հիմայալ նոր շեշտադրումներով Գեղձ լրահոսի գետրոնը Աննա Հակոբյանը եւս հայտնված էր։ Անհայտ ցակման օկտադերեր, անհայտ աղբյուրներ է լսված լուրերով գսեն թե Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծության պատճառը Փաշինյանի կողմէ անոր փոխնախագահի պաշտոն չդրամատրելն է։ Հեղինակավոր լրադուի անունով Գեղձ փոխանցագության ստեղծում եւ համաժամանակյա դարաձում մեքենական համագարկերու միջոցով ցերակիրը ցանոթ է, բայց համատրված նոր գործիքագազմով շարունակեց Բլեյանը։ Մոլդովայում բոլորին վերջերս կիրառվել է, շատ ուժեղ կիրառվել են, որում 2 անգամ թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների ժամանակ այդ գործիքագազմը չեք հավատա, բայց նույնիսկ Ադրբեջանում են օգտագործում ռուսները, որովհետև Ադրբեջանը որը չլինելով ժողովրդավարական, բայց այնտեղ նրանք նույնպես փորձում են այսպիսի նարատիվներով ազդել ադրբեջանցի քաղաքացիների եւ Ադրբեջանի իշխանության վրա եւ ամբողջ հետ խորհրդային տարածքում իրենք փորձում են նույնիսկ այն երկրները, որոնք շուտվանից անկախացել են եւ արդեն Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամներ են, դիցուկ Բալտիկ երկրները, այնտեղ իրենք փորձել են որքան հնարավոր է ազդել։ Վերջին ամիսներուն այսպիսի անընդհատ հայտնվող դեսանյութերն ու դեղեցությունները դիդարգելու ադեն ոլորտի փորձագետները եւս կշեշտեն։ Սա հիբրիդային հարձակում է։ Այո, տեղեկատվական արշավում 2 մեծ թիրախ է։ Եվրոպացի գործընկերները եւ Հայաստանի ներհայաստանյան լսարանը։ Առաջատարը Հայաստանի դեմ աշխատող միշտ եղել է Ադրբեջանը, շատ դեպքերում նաեւ Թուրքիայի հետ համադրված։ Այս պահին կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը ավելի ակտիվ է Հայաստանում աշխատում։